Սահմանադրական դատարանում պատասխանող կողմ է նաև արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, Տիկին Գալյանը մի շատ կարևոր հղում արեց մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը ես կարծում եմ գլամուրն է, այո, գլամուրի զոհաթը գլամուրը, ուրեմն մի ՍԴ-ում ընդդիմության փաստաբանների, ընդդիմության լիազոր ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց, որը վերաբերում էր, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է քարոզարշավի ընթացքում օգտագործել է եւ դրանից հետո շարունակում է օգտագործել ատելության խոսք, վիրավորանքներ, սպառնալիքներ, Սրփուհի Գալյանը շատ կարևոր դիտարկում է արել մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված չափանիշներից եւ հայտարարել է, որ միեդի չափանիշներին համաձայն արտահայտվելու ազատությունը պաշտպանում է ոչ միայն գաղափարները, որոնք ընկալվում են անվնաս, այլ նաև արտահայտվելու ազատությունը պաշտպանում է այնպիսի գաղափարներ ու տեղեկատվություններ, որոնք կարող են ինչ-որտեղ լինել վիրավորական, ապշեցուցիչ, անհանգստացնող եւ Գալյանը եզրափակում է, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է անգամ սադրանքի որոշակի աստիճան։ Այսինքն հիմա ես եթե կանգնեմ ասեմ Նիկոլ, Անա, ասֆալտը պետք է ուտեք, ձեր կաշիները պետք է քերենք, հա? Ձեր ծեփ ենք պատին, այդ ամեն ինչը կզացնելու եմ, չգիտեմ, ձեզ բոմժ եմ սարքելու, համբալ, այսինքն այդ ամեն ինչը, որ ասեմ ոչ մի խնդիր չի լինի, այն 13 դատը միանգամից բան կլինի, հա։ Հիմա նաև բազմաթիվ լրատվամիջոցներ, ուրեմն բառի խոսքի համար հսկայական ֆինանսական տուգանքների տակ են, բազմաթիվ գործիչներ, հանրային դեմքեր այսօր զրկված են ազատությունից, չգիտեմ, տնային կալանք, վարչական հսկողություն, նույն Աշոտյանին իրանք փորձում են մի հատ ծիծաղելի շոու սարքել, որ կարդում ես, թե իդեպ Աշոտյանի մեկ ամիսը, որին ուրեմն այս դատարանը մի հատ աբսուրդ չկա, սենց բան, Աշոտյանի բոլոր դրվագները, ինչով ինքը պարբերաբար ազատազրկվել է, հետագայում պիտի ներառեն իրավաբանության դասագրքերի մեջ որպես կազուս, թե ինչպիսին չի պիտի լինի դատական համակարգը, ինչպիսին չի պիտի լինի իրավական համակարգը, երբ որ անգամ նեղություն չեն քաշում այլևս, մի հատ գոնե ձևական, իրավական չափորոշիչներ պահպանել, պարզապես մի հատ անուն են գտնում, մարդուն վերցնում տանում եւ ազատազրկում են։ Աշոտյանը դառնալու է իրավական, քաղաքագիտական դասագրքերում են մոդելը, որով պիտի ապագա դատավորները, իրավաբանները ուսուցանեն, թե որ դեպքում է այսպես տրորվում քրեադատավարական օրենսգիրքը սենց հերկելով գնում Հայաստանի սահմանադրություն եւ օրենքներ, բայց ես նորից ուզում եմ անդրադառնալ Աշոտյանի թեման, ասենք ես էլ եմ ուզում այդ սուտի գլամուրին անդրադառնալ, հիմա որ դուք ասում եք Աշոտյանի թեմային անդրադարձակ, բայց նաեւ դուք համաձայնում եք նախին բանախոսը այստեղ նստած էր Հայկ Նահապետյանը, որ ընդդիմությունը պարտվել է, Նիկոլը որևէ խնդիր չունի, եթե որևէ խնդիր չունի, ինչ է շարունակում խոշտանգել Աշոտյանին, բայց ինչ խնդիր է, եթե որևէ խնդիր չունի, չէ՞ ձերբակալում Աշոտյանին, եթե որևէ խնդիր չունի, ինչ է ընտրված քաղաքապետին շարունակում խոշտանգել Վարդան Ղուկասյանին, ինչի է նոր ձերբակալություններ անում, մի հատ դուք Բագրատ Սրբազանի վիճակն եք նայում, ով վիճակը տեսեք էլի, նայում ես, ասենք սարսափելի, 1 տարի շարունակ այս մարդը խոշտանգումների մեջ ամենածայրահեղ հիվանդություններ ունենալով նույն բանը Միքայել Սրբազանին հազիվհաց ինչ որ որոշեցին, ինչ որ բաներ փոփոխություններ մտցնել, բայց եթե տենց հանգիստ է, ինչի այդ քննադատությանը, Աշոտյանի մրցակցությանը, պայքարին, ընդդիմախոսությանը, բան չես դիմանում Նիկոլ, ինչ է այս մարդկանց նկատմամբ սենց առաջին հերթին Աշոտյանի, հա? Շատ պարզ, Տիկին Թովմասյան, դուք էլ էստեղ ասեցիք, որ Հայաստանում բռնապետություն է, բա բռնապետությունը իր կապ չունի, նույնիսկ հաղթած բռնապետը
հաղթածը ես ճակերտների մեջ եմ դնում, այս գործիքակազմը պիտի անպայմանորեն օգտագործի, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ ջինը շշից դուրս է եկել եւ ինչքան էլ հիմա ինքը սենց ջինի մորուքից պոզից, պոչիչ, բռնում եւ նորից հետ է խցկում ջինը շշի մեջ, այդ ջինը մի օր դուրս է գալու, բայց նորից ես շատ կարևոր արձանագրում արեցիք Տիկին Գալյան, արդարադատության նախարար, ի պատասխան ընդդիմության փաստաբաններին, որոնք հարց էին տալիս ձեզ, արդյոք ձեզ համար ընդունելի է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում դրանից առաջ եւ հիմա ատելության խոսքը, վիրավորանքները, սպառնալիքները իր քաղաքական հակառակորդների հասցեին։ Դուք շատ կարևոր հիշատակում արեցիք Միեդի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի չափանիշների, նշելով, որ խոսքի ազատությունը վերաբերում է ոչ միայն այն գաղափարներին, որոնք անվնաս են, այլ նաև այնպիսի գաղափարների եւ տեղեկատվության, որոնք կարող են ինչ-որ տեղ լինել վիրավորանք, սադրանք, լինել ապշեցնող եւ անհանգստացնող։ Հիմա հարց Տիկին Գալյան, այս հարթակից ձեզ, բա այս քաղաքական գործիչները, որոնք տարբեր ժամանակներում եւ լրատվամիջոցները խոսքի համար բազմաթիվ լրատվամիջոցների վրա դրված են հսկայական ֆինանսական տուգանքներ, տարբեր գործիչներ խոսքի համար, քաղաքացիներ ֆեյսբուքյան գրառման համար տարել են, տուգանվել են, նաև աշխատանքից բادرանք չի մտնում, բա այդ չի մտնում, այդ մարդիկ չեն մտնում այս Միեդի չափորոշիչների մեջ, որ որոշ դեպքերում Միեդը ընդունելի է համարում։ Նարեկ Սամսոնյանի խոշտանգումը, բա դու սուտի գլամուր, բա դու որտեղ ես։ Հիմա ես մի հատ դրա ձեռքը պիտի բռնեմ, մի հատ տանեմ, ես 13 դատ որ կայի վրա, մի հատ այս սուտի գլամուրին ասեմ, մի հատ արի այնտեղ այս նույն բաներով, քո ձևերով, սրբույի ինչա դրած գալը։ Գալյանա, չգիտեմ ինչա, թող գա մի հատ տեսնեմ, այս նույն գա պաշտպանի։ Այսպիսի ելույթներ ունենա, թե ինչի են մեր նկատմամբ այս բաները։ Հիմա նորից ուզում եմ անվանական հիշեցնել Տիկին Գալյան, ՍԴ-ում դուք պաշտպանեցիք Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին վիրավորելու, սադրելու իրավունքը, ասելով, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի չափորոշիչների մեջ մտնում է նաև խոսքի ազատության այդ որակը, որը իր մեջ կարող է պարունակել վիրավորանք, ապշեցնել, անհանգստացնել եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է անգամ սադրանքի որոշակի աստիճան։ Հարց Տիկին Գալյան, բա Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, մեր մյուս գործընկերները, ովքեր խոսքի համար կալանավորվել էին, լրատվամիջոցները, որոնց վրա դրված են հսկայական տուգանքներ, բոլորը, Բակրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, բոլորը, ինչի ազատազրկվեցին խոսքի համար, ինչի ազատազրկվեցին, երբ որ Միեդը ձեզ թույլ է տալիս եւ ասում է խոսքի ազատությունը ոչ միայն այն գաղափարներն է, որոնք ընկալվում են անվնաս, ձեզ եմ ցիտում, այլև խոսքի ազատության իրավունքը պաշտպանում է նաեւ, թույլատրում է վիրավորանք, ապշեցնող, անհանգստացնող բառամթերք, ինչպես նաեւ որոշակի սադրանք։ Հիմա Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը ինչի էին կալանավորվել խոսքի համար։ Տիկին Զորաբյան, այդ թուղթը, այդ ինչ որ գրել եք, ուրեմն կամ այս թուղթը պետք է այդ սուտի գլամուրը սրբույա ինչա տանի կերցնի այդ դատավորներին։ Բարի եղի արդարադատության նախարարը, այն դատավորներին, որ այդպիսի որոշումներ են կայացրել եւ բառից բունի մասը խոշտանգվել են այդ մարդիկ։ Եվ նաեւ այն դատավորներին, որ մեր դեմ որոշումներ են կայացնում, եւ դնում են հսկայական տուգանքների տակ։ Հիմա կամ էլ չէ, կամ էլ ինքն է ուտելու, եթե դες օթի մեջ խոսում ես անկապանի մաս, կամ էլ դու ես ուտելու այդ քո ասած հիմարությունները